Տարածաշրջանում դրական ազդեցություն կունենա, որովհետև ես ենթադրում եմ այն պոտենցիալը, որ ունի Հնդկաստանը եւ այն պոտենցիալը, որ ունի Պակիստանը, այս հարաբերակցության մեջ Հնդկաստանը գերակա է միանշանակ բոլոր ռազմական տեխնիկայի, մարդուժի, մշակութային հզորության, հազար մի բաներ կան։ Բանակի բյուջեով, զինատեսակներով, այո, ամեն եւ լավագույն մի քանի անգամ մանավանդ որ ինք ունի նորագույն տեխնոլոգիաներ հիմա Հնդկաստանը գերակա է նաև եթե երկար շնչառության ինչպես ասում են պատերազմների ենթադրենք սովորական զենքերի Հնդկաստանի պոտենցիալը տնտեսական մեծ է Հնդկաստանը երրորդ խոշոր տնտեսությունն է դառնում կամ դարձել աշխարհում ասեմ մի բան որ դուք ասեցիք մեր վրա ինչպես կարող է ազդել Ուրեմն Քաշմիրի այդ շրջանում, որի համար է այդ վեճը եւ դա Արցախի խնդրի նման մի խնդիր է, ուրեմն սահմանների պաշտպանության հարց կա, լեռնային է, ուրեմն եւ այլն, տեղանքը եւ Հայաստանում PSI հայ-ամերիկյան ընկերության սենսորային տեխնոլոգիաները, որ պարոն ուրեմն Սամվել Գևորգյանի մշակումն է եւ իր խմբի հնդիկներին հայտնի է հուսանք որ այդ պատերազմը հիմա կարակացնի որբեսի մեզնից կամ գնեն կամ համատեղ ձեռնարկություն Հայաստանի մասին է խոսքը սենսորային այդ տեխնոլոգիաները գնեն եւ սահմանի պաշտպանության համար օգտագործեն ես գիտեմ որ վարչապետ մոդին անգամ այդ գյուտին ծանոթ է բայց որ հիմա էլ ինչ որ գործ է կանում դա է ձեզ առի տեղեկություն եմ հայտնում Պակիստանը միակ երկիրն աշխարհում որ մեր անկախությունն ու պետական գոյությունը չի ընդունում միանշանակ է որ մենք կողմ ենք Հնդկաստանի հաջողությանը որովհետև դա նաև ստրատեգիական հարց է